Ինչու է հոգեբանի հետ հարաբերությունները համարվում ամենայուրահատուկը, բայց եւ սահմանափակ հարաբերությունը մեր կյանքում, եւ որոնք են այն կարմիր գծերը, որ մենք պետք է իմանանք առաջին անգամ հոգեբանի դուռը բացելիս։ Այս մասին զրուցելու ենք այսօր։ Բարև ձեզ, ձեր էկրաններին հոգեկապն է։ Ցավոք, իմ զրուցակիցը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում եւ մենք տեսակապով ենք այսօր շփվելու։ Այսօր խոսելու ենք հոգեբան խորհրդատու Մարինե Պետրոսյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Տիկին Պետրոսյան, եւ եկեք սկսենք առաջին հարցը, թե ով է հոգեբանը, արդյոք հաճելի զրուցակից է, թե գիտական գործիքներով զինված մարդ, որ պետք է օգնի կարգավորել մեր հոգեկան աշխարհը։ Գիտական գործիքներով զինվածը մի քիչ վախեցնող է հնչում, որովհետև եթե նկատի ունենք հոգեբան հենց հոգեթերապևտ, այսինքն պրակտիկ գործունեությամբ զբաղվող մարդ, ապա երևի պետք է նայել շատ բազմակողմանի։ Սա մասնագիտություն է, որը ենթադրում է որոշակի պահանջներ։ Այսինքն հոգեբանը պիտի ունենա ակադեմիական կրթություն, պիտի որևէ ուղղությամբ ստացած լինի բավականին պրակտիկ գիտելիքներ, պիտի մարզված լինի իր ոլորտում, պիտի ունենա համապատասխան դիպլոմներ, սերտիֆիկատներ, դա ակադեմիական մասը, դա կրթական մասը։ Բայց քանի որ մեր մասնագիտությունը այնպիսին է, որ ենթադրում է փոխազդեցություն, փոխհարաբերություն անձի հետ, եւ ինչպես հետազոտությունները ցույց են տալիս, հենց այդ փոխհարաբերությունները իրենք բավականին թերապևտիկ նշանակություն են ունենում, բուժող, այսպես ասած, նշանակություն են ունենում, այստեղ շատ մեծ դեր ունի անձը, ով է զբաղվում թերապիայով կամ խորհրդատվությամբ։ Այստեղ շատ պահանջներ են ներկայացվում անձին։ Այսինքն մենք ունենք մեր էթիկական նորմերը, ընդհանուր առմամբ մեր երկրում դա հաստատված չի, բայց բոլորս էլ գիտենք դրանք եւ հետևում ենք։ Անձը ինքը նույնպես հոգեբանի կարող է ունենալ թերապևտիկ նշանակություն։ Նշանակումը ոչ սովորական հատկանիշներ պիտի ունենա։ Որոնք են այդ հատուկ հատկանիշները։ Օրինակ, հիմա սոմատիկ ուղղության մասնագետները շեշտում են, որ թերապևտի նյարդային համակարգի հանգստությունը, իր կայուն լինելը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ այցելուի հանգստությանը։ Այսինքն նյարդային համակարգի այդ վիճակը կարող է փոխանցվել այցելուին։ Եթե դու լարված ես, կարող է այցելուն զգալ քո լարվածությունը։ Այո, եւ կարող է Եվ փոխանցվել, դաշինքը չստացվի։ կարող է զգալ, այո, դրա համար եւ մեր հոգեվիճակին, եւ անձնային հատկություններին, եւ հասունությանը որոշակի պահանջներ իհարկե ներկայացվում են։ Ես կարծում եմ մենք միակ մասնագիտությունը չենք, որ այդ տեսակ պահանջներ ներկայացվում է մասնագետի անձին, բայց կարծում եմ մի քիչ առանձնահատուկ է ամեն դեպքում։ Ինչով է հոգեբանի հետ զրույցը տարբերվում ընկերոջ հետ զրույցից, սրճարանում սուրճի սեղանի շուրջ տեղի ունեցող զրույցից։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Ինչպես ասեցի, թերապևտ, հոգեբան եւ այցելու հարաբերությունները շատ առանձնահատուկ են, եւ այդ առանձնահատկությունը ենթադրում է որոշակի պայմաններ։ Եվ բնականաբար այդ պայմանների չպահպանելը կարող է էականորեն ազդել պրոցեսի վրա, այդ փոխազդեցության վրա, այդ հարաբերության վրա։ Այսինքն հարաբերությունը ինքնին կարող է լինել ոչ թե թերապևտիկ, այլ ընդհակառակ, կարող է լինել շատ խանգարող։ Այսինքն պետք է ստեղծել այցելուն իրեն պիտի զգա օրինակ անվտանգ։ Պիտի կարողանա վստահություն ներշնչել հոգեբանը։ Որքանով որ հնարավոր է սուրճի սեղանի շուրջ, սրճարանում, բոլորի ներկայությամբ, ուշադրության այդ տեսակ, չգիտեմ, ցրվածությամբ տարբեր մարդկանց, սուրճի վրա եւ այլը կարող է նպաստել, որ մարդը կենտրոնանա իր ապրումներին, որքանով կարող է նպաստել, որ թերապևտը կենտրոնանա դիմացինի ապրումների վրա, կարողանա զգալ, կարողանա
հասկանալ, կկարողանա ստեղծել այդ ապահով մթնոլորտը։ Մեկ, երկրորդը, սա ուղղակի զրույց չի։ Սա ուղղակի զրույց չի։ Ես չեմ ժխտում, որ կարող է ընկերոջ հետ էլ, բարեկամի հետ էլ, հարևանի հետ զրույցն էլ լինել շատ օգտակար։ Բայց մեր զրույցը ունի խիստ որոշակի նպատակ։ Եվ այդ նպատակը օգնել, որ այցելուն հասկանա, մենք հասկանանք, ճանաչի իր զգացմունքները, ճանաչի իր վարքի որոշ դրսևորումներ, հասկանա այն խնդիրների առանձնահատկությունները, որոնք իրեն խանգարում են ավելի ներդաշնակ լինել կամ խանգարում են ապրել, հասկանա դրա պատճառները, այսինքն սա ուղղակի զրույց չի։ Այո, կարելի է ընկերոջ հետ, հարազատի հետ խոսել, զգացմունքները կիսել, բայց եւ ունենալ շատ դրական հետևանք, այդ զրույցը կարող է ունենալ շատ դրական հետևանք, բայց դա թերապևտիկ զրույց չի։ Դուք շատ կարևոր բան նշեցիք, անվտանգությունը հարաբերությունների։ Այսօր շատ-շատերն են խոսում դրա մասին, որովհետև ապրում ենք մի դարաշրջանում, երբ ամեն ինչ բաց է, տեղեկատվությունը բաց է, այսօր AI գործիքները օգնում են մարդուն ինչ-որ կերպ հասկանալ իր հետ ինչ է կատարվում, բայց հենց այդ անվտանգությունն է մնում շարունակում մնալ թերապիայի մեխը, որը մենք պետք է կարողանանք ապահովել, բայց ինչ ասել է անվտանգություն։ Եկեք մի փոքր կանգ առնենք այս տերմինի վրա եւ փորձենք հասկանալ որն է անվտանգ հարաբերությունը թերապևտիկ։ Անվտանգ հարաբերությունն է նաեւ որ պիտի ստեղծվի միջավայր, որտեղ մարդը իրեն կզգա ապահով, որտեղ ինքը կհասկանա, որ այն ինչ ինքը կիսում է, կմնա այդ երկուսի միջև, չի տարածվի, չի շրջանառվի, այդքան էլ հեշտ չի գնալ եւ սեփական կյանքի կամ ապրումների կամ զգացմունքների կամ փորձառությունը պատմել որևէ մեկին։ Եվ մինչև այդ անվտանգությունը ու ապահովությունը չզգա, մարդը կդժվարանա լիարժեք ասել այն ինչ իրեն անհանգստացնում է եւ իհարկե լիարժեք հասկացված իրեն զգալ։ Անվտանգությունը դա նաև որ մեր բոլոր գործողությունները պիտի ուղղված լինեն, որպիսի այն փորձառությունը, որ մարդը ունեցել է, ասենք կա ռետրավմատիզացիա հասկացողությունը, մեր գործողությունների միջոցով մարդը նորից չվերապրի այն բացասական ուժեղ ապրումները կամ տրավմատիկ փորձառությունից բխող ապրումները, որոնք ինքը ունեցել է։ Իհարկե, մարդիկ պատմում են իրենց կյանքի բացասական փորձառությունը, ունենում են բացասական ապրումներ, դա նույնպես թերապիայի համար նորմալ է։ Բայց եթե մարդը զգաց, որ այն ապրումները, որը ինքը չի կարողանում տանել, որը որ իրեն դժվար է կառավարել, եւ հիմա դրանք կարող են առանց որևէ կառավարման դուրս պրծնել, ինքը իրեն անվտանգ չի զգա։ Ինքը կխուսափի։ Անվտանգության մյուս գործոնը կարող է լինել սա։ Եվ այդ շատ խնդիրներ հոգեբանական նաև բխում են հենց հարաբերություններում ապահովություն չզգալուց։ Այսինքն ժամանակին մարդը հարաբերությունների մեջ այդ ապահովությունը չի զգացել եւ շրջապատող աշխարհի հետ հարաբերության ժամանակ ինքը ունի այդ անապահովությունը։ Նշանակում է հարաբերությունները պիտի կառուցվեն այնպես, որ այդ ապահովությունը լինի։ Հենց ապահովությունը կարող է ինչ-որտեղ նաև հոմանիշ հանդիսանալ անվտանգությանը, որ ինքը վստահ լինի, որ ինքը նորից մերժված չի զգա, ինքը նորից իրեն լքված չի զգա, ինքը քննադատված չի զգա, ինքը մեղադրված չի զգա, ինքը գնահատված չի զգա։ Այդ դեպքում ինքը իրեն անվտանգ կզգա։ Ինչ սպասելիքներով են հիմնականում գալիս այցելուները առաջին հանդիպման եւ որոնք են դրանցից ամենաառասպելականները։ Կդժվարանամ ասեմ, որ կան հատուկ առասպելական ակնկալիքներ, մարդիկ գալիս են հնարավոր բոլոր այն խնդիրներով, որոնք իրենց խանգարում են ապրել։ Կասեմ, որ եթե նայեմ վիճակագրությանը,
իմ անհատական փորձի վիճակագրությանը, ապա երևի թե դրանք շատ տագնապներն են։ Եվ իհարկե տագնապներին զուգահեռ նաև կնշեմ, որ հիմա շատ շրջանառվող տրավմաներ կոչված հասկացողությունը երևի ոչ այն առումով, ինչ մենք հասկանում ենք, մենք տրավմա հասկանում ենք, որ պիտի անպայման լինի վթար, պիտի լինի մեծ ողբերգություն, որ մենք դա անվանենք տրավմա, բայց փոքր տարիքում ունեցած իրենց շատ փորձառություն, որը ինչու իրենց մեզ բոլորիս ունեցած փորձառությունը, որը մեզ ձևավորում է, հետո հասուն կյանքում դա դառնում է մի տեսակ դիսֆունկցիոնալ վարք եւ դա շատ շատերին խանգարում է։ Շատ հաճախ գալիս են հենց այս տեսակ պահանջներով, օրինակ, ասենք կարող են ասել, որ ես չեմ կարողանում ոչ ասեմ, ես պերֆեկցիոնիստ եմ, ես մեղքի զգացում ունեմ։ Սրանք բոլորը հիմնականում, լավ այսպես ասեմ, բոլորը տեն շատ կտրուկ կստացվի, ձևավորվում են շատ վաղ տարիքում։ Եվ դրանք ձևավորվում են այնպիսի պայմաններում, որտեղ երեխաները, մենք բոլորս փոքր տարիքում որոշակի վտանգ ենք զգում։ Եվ դրանք ձևավորվում են մեզ այդ վտանգից պաշտպանելու համար, իսկ հասուն տարիքում դրանք դառնում են արդեն խանգարող գործոններ։ Մեծ խումբ դիմելու պատճառներ նաև սրանք են։ Դիմում են շատ հարաբերությունների հետ կապված, հարաբերություններում դժվարությունների հարցերով։ Իսկ պարտավոր է հոգեբանը տալ կոնկրետ խորհուրդներ կամ լուծումներ առաջարկել որևէ խնդրի։ Սա շատ նուրբ հարց է, մենք լուծումներ չենք կարող առաջարկել, եթե նույնիսկ մենք գիտենք, որ օրինակ, թե կոնկրետ խնդիրը, ասենք օրինակ տագնապները, ինչպես են լուծվում, ինչպես կարելի է հաղթահարել, միշտ պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի շատ անհատական իր ձևը դա հաղթահարելու։ Եվ դրա համար պատրաստի լուծումը չի կարող կոնկրետ մարդու համար աշխատել։ Ուղղակի չաշխատող է։ Մարդը իր անհատական ճանապարհը պետք է անցնի, որպեսզի լուծի օրինակ իր տագնապների խնդիրը կամ ուրիշ խնդիր։ Մի ուրիշ մեկը նույն տագնապները կլուծի մի քիչ ուրիշ կերպ։ Դրա համար ասել, որ պարտավոր է լուծումներ առաջարկել, չէ։ Իհարկե ես միշտ մտածում եմ, որ կարևոր է, որ հոգեբանը, թերապևտը, խորհրդատուն նաև իր գլխում ունենա կամ համոզվածությունը կամ ներքին վստահությունը, որ շատ խնդիրներ իրենց լուծումները ունեն, գրեթե բոլորը։ Բայց այդ վստահության հետ զուգահեռ ինքը պիտի կարողանա դիմացինին հնարավորություն տալ եւ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ յուրաքանչյուր մարդ իր անհատական ճանապարհը անցնի այդ խնդիրները լուծելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է խորհրդին, Ես շատ հաճախ լսում եմ, որ մասնագետները շատ կտրուկ ասում են, հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս։ Խորհուրդ չի տալիս այն առումով, որ չի ասում, գիտես գնա ամուսնալուծվի, կամ գնա ամուսնացի, կամ գնա կոնֆլիկտ արա, կամ գնա հարմարվի, այսինչ խնդրին։ Այո, այդ առումով մենք խորհուրդներ չենք տալիս։ Բայց մենք խորհուրդ տալիս ենք եւ ասում ենք հանձնարարականներ դրան, որ դու կարիք ունես դիմելու օրինակ սեքսապաթոլոգի կամ կարիք ունես դիմելու հոգեբուժի կամ նույն որոշակի խնդիրների հաղթահարման դեպքում ցանկալի է, չգիտեմ, սկսած ֆիզիկական ակտիվությունից կամ Վարքային խորհուրդ ենք փոփոխությունից։ տալիս վարքային, այո, որոշակի փոփոխություններ, աստիճանական փոփոխություններ, այո, հանձնարարականներ տալիս ենք, բայց կոնկրետ ասել գնա վարվի այսպես, բնականաբար դա շատ մեծ պատասխանատվություն է մեր համար ուրիշի կյանքի փոխարեն լուծումներ գտնել։ Արդյոք հոգեբանը միշտ պետք է հաճելի լինի այցելուին, թե երբեմն կարող է հարմարավետությունը խախտող մեկը լինել նրա համար։ Բոլորին հաճելի լինելը շատ դժվար է, բայց կա որոշակի միջին սահման։
Չգիտեմ հաճելի տակ ինչ եք ենթադրում։ Ես կարծում եմ, որ եթե մենք պահպանում ենք մեր մասնագիտական էթիկական նորմերը, դրանք բավարար պայման են արդյունավետ աշխատանք ունենալու համար։ Թերապիայի ինչ որ մի հատված է լինում, որ ցավոտ է լինում։ Միշտ չի հաստատել, որ դու ճիշտ ես։ Քո կարծիքը իրավացի է, փորձել է իր հարցադրումներով այլ տեսանկյունից քեզ մոտեցնել հարցերին, խնդիրներին, եւ սրան դու պատրաստ չես դեռ։ Մի քանի գլոբալ հարցեր միաժամանակ բարձրացրեցիք, կարող է այնպես լինել, որ հոգեբանը կամ թերապևտը իր հարցադրումներով, այո, կամ ոչ ժամանակին, կամ հարցադրումների բնույթով կարող է այդպես լինել, որ այդ հարցադրումները բերեն նրան, որ այցելուն վերապրի այնպիսի ապրումներ, որոնք որ վաղաժամ էին, ինքը պատրաստ չէր այդ ապրումները այդ պահին զգալ։ Այսինքն կարող են քանդվել որոշակի հոգեբանական պաշտպանական մեխանիզմներ։ Դրա համար մենք սովորում ենք, թե տարբեր խնդիրների դեպքում ինչ արագությամբ, ինչ ռիթմով, ինչպես հետևել այցելուի ռիթմին, որպեսզի նման հարցերը չլինեն վաղաժամ եւ որպեսզի դրանք այդ կրկնակի տրավմատիզացիայի աղբյուր չլինեն։ Բայց իհարկե նաև կա մյուս կողմը հարցի, որ եթե այցելուները պատմում են իրենց կյանքի բացասական փորձառության մասին, բնականաբար կարող են ունենալ տխրություն, կարող են ունենալ բարկություն, եթե խոսում են կորստի մասին կամ խոսում են բաժանության մասին, պարզ է, որ այդ ապրումները կարող են ունենալ։ Դա ինչ որտեղ անխուսափելի է։ Որոնք են հիմնական կարմիր գծերը, որ հոգեբանը չպետք է հատի թերապիայի ընթացքում այցելուի հետ։ Կարմիր գծերը մի շարք կարմիր գծեր կան, որ շատ անհրաժեշտ է։ Մենք կարմիր գծերը չենք հատում, եթե հետևում ենք մեր մասնագիտության էթիկական նորմերին։ Բայց ես կարող եմ բարձրաձայնել դրանցից որոշը, եթե մենք ստեղծում ենք ոչ էթիկաներին համապատասխանող հարաբերություններ։ Երբ որ մենք բազմակի դեր ենք վերցնում մեր վրա, երբ որ մենք փորձում ենք ընկերություն անել, երբ որ մտնում են սեքսուալ հարաբերությունների մեջ այցելուների հետ, կամ դրա ակնարկը կան նույնիսկ, կամ դրա վարքի որոշ դրսևորումները կան, դրանք ոչ թե կարմիր գծեր են, շատ վառ կարմիր գծեր են ու շատ վառ ազդանշանով, երբ որ մենք այ ընկերություն ենք անում կամ որոշակի կախյալ փոխհարաբերությունների մեջ ենք դնում այցելուին, մենք կարող ենք ինչ-որ խնդրանք ունենալ իրենից, կամ մենք կատարենք իր ինչ-որ խնդրանքը, այսինքն ինչ-որ կենցաղային հարաբերությունների մեջ ենք մտնում։ Եվ բոլոր այն տեղերում, որտեղ թերապևտիկ հարաբերություններից դուրս նման առաջարկներ կարող են լինել ընկերության, բարեկամության, թերապիայի շրջանակներից դուրս հանդիպումների, անձնական հարաբերությունների, պարբերաբար զանգերի, թերապևտիկ հարաբերություններից դուրս, չգիտեմ, խոսակցությունների, սրանք կարմիր գծեր են, որը ցանկացած այցելու, եթե կտեսնի, որ իր թերապևտը առաջարկում է իրեն թերապևտիկ հանդիպումներից դուրս հանդիպումներ կամ ինքը համաձայնվում է տեսակ հանդիպումներին, այստեղ հարաբերությունների խախտվելու հետ կորում է նաև մեր արդյունավետությունը։ Մենք չենք կարող լինել այն դերում, որը որ արդյունավետ կլինի, թերապևտիկ կլինի։ Այդ նշանակում է, որ նաև վնասում ենք, որովհետև սովորական հարաբերությունների մեջ, եթե մարդը եկել է օրինակ էմոցիոնալ կախվածության խնդիրներով կամ չափից ավելի ուշադրության կարիք կամ պահանջ ունի, եւ մենք սկսում ենք բավարարել այդ ուշադրության պահանջը, հա, այսինքն շատ
թերապևտիկ հարաբերություններից դուրս հանդիպել, ընկերություն անել, հաճախ զանգել, Սրճել։ զանգերին պատասխանել, ապա մենք չենք կարող դա մշտական շարունակել եւ այդ հարաբերությունների ավարտը կամ դառնում է ոչ թերապևտիկ ընկերական, կամ արդյունավետությունը կորցնում է։ Ինչու է կարևոր, որ հոգեբանը ինքը այցելի թերապիաների եւ ունենա սուպերվայզեր։ Որպեսզի իր անձնական խնդիրների հետևանքները կամ հենց անձնական խնդիրները չխառնվեն թերապևտիկ հարաբերություններին։ Եթե մենք չգիտենք հոգեբանական խնդիրները ինչպես լուծել եւ չենք կարողանում մեր խնդիրները լուծել, ես դժվար եմ պատկերացնում, որ մենք կարող ենք լինել արդյունավետ թերապևտ։ Սա կարող է հանգեցնել տրանսֆերային փոխհարաբերությունների։ Տրանսֆեր նշանակում է, որ մենք մեր ժամանակին ունեցած ինչ որ զգացմունքներ, ինչ որ վերաբերմունք, հա, փոխանցում ենք Փոխանցում ենք այցելուի վրա այցելուն։ կամ հակառակը։ Սրա վտանգը շատ մեծ է դառնում։ Կարևոր է, որ մենք ճանաչենք մեր մութ կողմերը, մենք հասկանանք մեր զգացմունքների առանձնահատկությունները, կարողանանք հուզական կարգավորում ունենալ, երբ որ դա անհրաժեշտ է, կարողանանք առանձնացնել մեր ապրումները, զգացմունքները դիմացինի ապրումներից, զգացմունքներից, այդ դեպքում կարող ենք լինել արդյունավետ։ Հակառակ դեպքում շատ արագ թերապևտիկ հարաբերությունները այ կվերածվեն էլի տրանսֆերային հարաբերությունների եւ կկորցնեն իրենց ոչ արդյունավետությունը։ Ոնց որ մեր ունեցած խնդիրների ստվերը միշտ կլինի մեր հարաբերություններում եւ բնականաբար մենք արդյունավետ չենք լինի։ Սուպերվիզիան էլ հենց նախատեսված է նրա համար, որ մենք կարողանանք ճիշտ վերահսկել մեր էմոցիաները թերապևտիկ process-ում։ Այսինքն սուպերվիզիան շատ նպատակներ ու խնդիրներ ունի։ Մենք կարող ենք դա անել դեպքերի քննարկման համար, մենք դա կարող ենք անել մեր զգացմունքները կառավարելու համար, մի շարք խնդիրներ ունի, բայց նաև սա։ Այսինքն այնքան կարևոր են թերապևտիկ հարաբերությունները այցելուի հետ, որ ի տարբերություն ուրիշ շատ մասնագիտությունների, մենք մինչև սկսել աշխատելը այցելուների հետ, մենք անպայման անցնում ենք մեր թերապիան եւ սկսում ենք անպայման սուպերվիզիայով։ Համենայն դեպս սա գրագետ սկիզբն է աշխատանքի։ Այս դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ կարող ենք ունենալ հաջողություն։ Իհարկե, դրանք պարտադիր պայման չեն, դրանք անհրաժեշտ եւ բավարար պայման են, բայց դա պարտադիր չի ենթադրում, որ կհաջողենք, բայց դրանք անհրաժեշտ ու բավարար պայմաններ են սկզբի համար։ Եվ արտասահմանյան շատ երկրներում մեր կրթական համակարգը մի քիչ դա դեռ թույլ չի տալիս, հուսով եմ, որ շուտով կփոփոխվի, չեն ստանում մասնագետները համապատասխան լիցենզիա, եթե իրենք չեն անցած լինում իրենց թերապիան եւ իրենք չեն սկսում աշխատել, եթե սուպերվիզիայով աշխատանքի որոշակի ժամեր չեն լրացնում։ Բացի ակադեմիական գիտելիքները եւ դիպլոմը, որ ստանում են։ Ինչ է նշանակում էկլեկտիկ մոտեցում եւ ինչու է կարեւոր, որ թերապևտը մի քանի ուղղությունների տիրապետի։ Բնավ կարևոր չի։ Երբ որ ձևավորվել են հոգեբանական ուղղությունները, իրենք բոլորը իրենցով ինքնաբավ են եղել։ Հումանիստական ուղղությունը առաջ է քաշել անձի մասին իր տեսական կոնցեպտը, նաև առաջ է քաշել, թե ըստ այդ կոնցեպտի որտեղ են առաջանում հոգեբանական խնդիրները եւ առաջադրել է լուծումները։ Այդպես բոլորը, այդպես հոգեվերլուծությունը, այդպես վարքաբանական ուղղությունը, այդպես կոգնիտիվ ուղղությունը եւ իրենք բոլորը իրենց ուղղության մեջ եղել են ինքնաբավ։ Ժամանակի մեջ ուղղությունները մի փոքր զիջել են իրենց խիստ սահմանները։ Որոշակի զարգացում են ապրել, բայց ասել, որ անպայման, պարտադիր, հոգեբանը պիտի տիրապետի մի քանի մոտեցումների, այդ այդքան էլ այդպես չի։ Եթե մարդը հոգեվերլուծող է, հոգեվերլուծող է,
պարտավոր չի ինքը լինել նաև գեշտալտ թերապևտ։ Ինձ թվում է հոգեվերլուծողները մեզ լավ աչքով չեն նայի, եթե ասենք, գիտեք, հարգելի հոգեվերլուծող, արի դուք նաև գեշտալտ թերապիայով զբաղվի։ Բայց ուրիշ մի բան ասեմ, որ ժամանակակից մոտեցումների մեջ, օրինակ, բարդ տրավմաների հետ աշխատանքի, կոմպլեքս, հա, տրավմաների այսպես կոչված աշխատանքի ժամանակ շատ մասնագետներ պնդում են եւ ժամանակակից նոր մոտեցումները ասում են, որ երբեմն անհրաժեշտ է, որ մեր գործիքակազմը եւ տեսական կոնցեպտները շատ ավելի լայն լինեն, քան մեկը։ Եվ դա կարծեք թե արդարացված է, որովհետեւ իրենք հենց տրավմաներն էլ շատ բազմաբնույթ են եւ ներառում են հոգեկանի, այսպես շատ տարբեր ոլորտներ, եւ այս դեպքում հիմա ժամանակակից մոտեցումները, ժամանակակից տրավմաթերապևտները նշում են, որ անհրաժեշտություն կա, որ տրավմայի հետ աշխատանքում մենք տիրապետենք մի քանի մոտեցումների, բայց դա այնպես չի, որ իհարկե պարտադիր է։ Այցելուն ինչպես հասկանա, որ թերապիան իր համար արդյունավետ է եւ իրենք առաջ են շարժվում։ Թերապևտիկ process-ի ընթացքում գնահատում ենք, որտեղ էինք, ուր հասանք, թվում է, թե սա այսպես առանց կառուցվածքի մի ընթացք է։ Գնացինք, խոսեցինք, պատմեցինք, հուզվեցինք, լացեցինք ու վերջ։ Շատ հստակ կառուցվածք ունի թերապիան։ Եվ բնականաբար այդ կառուցվածքի մեջ մենք շատ հստակ հասկանում ենք, մարդը եկել է այս գանգատով եւ ինչ լուծում ստացավ այդ գանգատը։ Փոփոխությունները, որ տեղի են ունենում թերապևտիկ process-ում, բազմազան են, տարբեր են։ Որոշները գիտակցական են, որոշները անգիտակցական են, որոշները շատ տեսանելի, չափելի են, երբեմն այցելուները կարող են ասել, ես ինձ լավ եմ զգում, բայց չեմ հասկանում ինչից։ Սա մի տեսակ կարող ենք ասենք լավ, շատ գիտակցական չի, բայց ինքը զգում է։ Տեսեք, մենք ասում ենք, եթե նյարդային համակարգը պիտի լինի խաղաղ, հանգիստ, այցելու թերապևտը պիտի լինի Հավասարակշռված համապատասխան հոգեվիճակում եւ դա կարող է փոխանցվել այցելուին, դրան ասում են կոռեգուլյացիա։ Հայերեն երևի ճիշտ չասեցի, բայց սինխրոնիզացիա ինչ որտեղ տեղի ունենում, հա, որ այդ հանգստությունը կարող է փոխանցվել դիմացինին, սա շատ տեսանելի չի, բայց զգացողությունների մակարդակով այցելուն մեզ կասի, որ ինքը իրան ավելի խաղաղված ազգում։ Այսինքն թերապիայի, երբ որ սկսում ենք հանդիպումները, մի քանի հանդիպումներ անց, մենք պարբերաբար քննարկում ենք եւ ինքնազգացողությունը, եւ վարքում փոփոխությունները, եւ հուզական ոլորտում փոփոխությունները, եւ ֆիզիոլոգիական որոշ սիմպտոմներ, ինչա տեղի ունենում դրանց հետ, եւ բնականաբար մենք հասկանում ենք եւ այցելուն էլ է հասկանում եւ մենք էլ ենք հասկանում, թե ինչն է փոխվել, ինչը չէ։ Եվ բնականաբար, եթե շատ այսպես կառուցվածքային նայենք, դա համեմատում ենք գանգատների հետ։ Եթե մարդը գանգատվում էր տագնապներից, տագնապային մտքերից եւ վարքը բնականաբար համապատասխան էր տագնապներին, այսինքն ինքը կարող էր շատ տեղեր չգնալ, չգիտեմ, ինքնաթիռ չնստել կամ վախենալ ելույթներ ունենալ կամ վախենալ մտնել շփումների մեջ, հարաբերությունների մեջ եւ այլն, չէ՞ որ սրանք համ հուզական ոլորտում մենք կարող ենք հասկանալ, որ չէ, տագնապները քչացել են, չէ, վարքը փոխվել է, ինքը նստում է ինքնաթիռ, կարողանում է հանգիստ շփվել եւ այսպես մենք միշտ թերապիայի ընթացքում այս փոփոխությունները այցելուի հետ քննարկելով գնում ենք առաջ։ Ինքը միշտ պետքա տեսանելի լինի, անտեսանելի չի մնում։ Որոշ բաներ կարող են, բայց հիմնականում դրանք տեսանելի են եւ պիտի այցելուն բնականաբար զգա, ոչ միայն այցելուն, նաեւ այցելուի մոտ շրջապատը, այցելուի շրջապատն էլ ազգում իր փոփոխությունները։ Մենք էլ ենք տեսնում դա։ Ինչ է տեղի ունենում, երբ այցելուն կապվում է հոգեբանի հետ, ինչքանով է սա թերապևտիկ process-ում նորմա
եւ ինչպես ճիշտ ավարտել էթիկապես ճիշտ ավարտել թերապիան։ Ես կարծում եմ, որ եւ իմ կարծիքը համենայն դեպս բխում է համընդհանուր մասնագիտական ոլորտում շատ հեղինակավոր նաեւ հեղինակների կողմից առաջադրված կարծիքին, ավելի ճիշտ ես հարում եմ այդ կարծիքին, կախվածություն որոշակի հուզական կարող է առաջանալ թերապիայի սկզբում, եթե մարդը գալիս է ուժեղ տագնապներով եւ ինքը տեսնում է այդ հույսը եւ ինքը հասկանում է, որ այստեղ այնտեղն է, որտեղ իր տագնապները կարող են նվազել, բնականաբար ինքը իր ռեսուրսները դեռ թույլ են, ինքը դեռ այդ ուժը չունի ինքնուրույն հաղթահարելու եւ այդ ժամանակ կարող է առաջանալ կախվածություն։ Մենք սա համարում ենք նորմալ, բայց երբ որ թերապևտիկ process-ում տագնապները սկսում են նվազել, այցելուի ռեսուրսները սկսում են ուժեղանալ, ավելի լավ աշխատել, մեր հիմնական նպատակն է, որ ինքը ինքնուրույնանա, այսինքն իր խնդիրները լուծելու ձև սովորի նաև։ Եվ այդ դեպքում այցելուների հետ, երբ որ տագնապներն էլ վերանում են, փոփոխությունները գրանցում ենք, երկուստեք եւ մենք եւ այցելուն, մենք իրեն հրաժեշտ ենք տալիս։ Եթե տեղի է ունեցել մի բան, որ թերապիայի ավարտին այցելուն, ինչպես դուք եք ասում, գտնում է ինչ-որ պատճառներ վերադառնալու կամ չգնալու համար, սա կարող է լինել նրանից, որ հարաբերությունները ճիշտ չեն ձևավորվել, ինչպես քիչ առաջ նշեցինք, դրանք եղել են ոչ թե մասնագիտական հարաբերություններ, այլ վերածվել են անձնական հարաբերությունների կամ տրանսֆերային հարաբերությունների։ Այս դեպքում անպայման կարծում եմ, որ թերապևտը պիտի գնա սուպերվիզիայի եւ շտկի այդ հարաբերությունների որակը, որպեսզի այցելուն ինքնուրույնանա եւ թերապիան ունենա ավարտ ճիշտ։ Կարող է սուպերվիզիան էլ չօգնի եւ դադարեն հարաբերությունները, այդտեղ այդպես էլ է լինում, ցավոք սրտի։ Բայց ամեն դեպքում սա կարող է նշան լինել, որ հարաբերություններում ինչ-որ բան խախտվել է։ Կամ տրանսֆեր է եղել, կամ հոգեբանի կողմից կան, չեմ ուզում նշել, որովհետեւ կամ ավելի ճիշտ չեմ ուզում բարձրաձայնել կամ նույնիսկ մտածել, որովհետեւ երբեմն դա կարող է լինել թերապևտի ոչ ճիշտ մոտեցումից։ Այսինքն խոստովանենք, որ մեր ոլորտում կան մարդիկ, ովքեր մասնագետներ, ովքեր ունեն բիզնես մոտեցում։ Եվ իրենք իրենց վերաբերմունքով կարող են այնպես անել, որ այցելուները չգնան։ Սա ամենաբացասական երևի դեպքերից է, որը որ չէի ցանկանա նշել, բայց ցանկացած այցելուի կարճած լինելը թերապևտին, դա եւ թերապևտիկ process-ին է դարձնում անարդյունավետ, եւ այցելուի խնդիրների լուծումն է այստեղ դադարում կամ կանգնում, եւ դա մեծ ծանրաբեռնվածություն է հուզական թերապևտի համար։ Մենք չենք կարող այդչափ կախված հարաբերություններ ունենալ այցելուների հետ, 1, 2, 3, 4 հաստատ կունենանք մոխրացման այդ սինդրոմը, հա, հուզական այրման ավելի ճիշտ։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու եւ թերապևտին, եւ այցելուին։ Եվ որ պահին, որ նկատում ենք, որ հարաբերություններում ինչ-որ բան խախտված է, մենք անպայման գնում ենք սուպերվիզիայի։ Շնորհակալ եմ շատ Տիկին Պետրոսյան, ձեր թանկ ժամանակը մեզ տրամադրելու եւ այս հետաքրքիր զրույցը ունենալու համար։ Սիրով, ես էլ եմ շնորհակալ։ Հիշեք, ճիշտ մասնագետը նա է, ով պահպանում է ձեր սահմանները, հարգում է ձեր անհատականությունը եւ օգնում է ձեզ գտնել ձեր ներքին հենարանը։ Այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ փնտրելու այլ հոգեկապեր։ Խաղաղություն ձեր մտքերին։